քարորիա պատերազմը բավականին լուրջ ցնցում էր Հայաստանի քաղաքական դաշտի համար, ես նկատի չունեմ հասարակության այն ինչ որ բոլորս մենք քաշ տեղյակ ենք, որը բերեց բավականին լուրջ համախմբման հասարակության, որը երևի թե ոչ ոք չէր սպասում, ես նկատի ունեմ քաղաքական հատվածը, իշխանությունն է, ժողովուրդը ինքն էլ երևի չէր սպասում, այդպես ստացվեց, այդ բնազդով, թե ինչով, թե գենով այդպես էր, բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը կոնկրետ խնդիրներ է դնում իշխանության եւ քաղաքական դաշտի համար խնդիրներ է դրված։ Եվ եթե քաղաքական հատվածը չհասցնի հասարակության հետևից, ես կարծում եմ քաղաքական այն իրողությունը, որը մենք ունենք, դա կփլվի եւ կգա դրա տեղը նորը։ Փորձը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունն էլ, թեև իրենք ասում են, որ մեր գործը անտեսանելի է, մենք անում ենք, բայց ես գոնե չեմ տեսնում, ինչ է արվել մինչև այսօր։ Մի բան է, երբ նախագահն է դա ասում, մի բան է, երբ դա պետք է մինչև նախագահի ասել արտաքին գործերի նախարարը։ Ներքինում մի փոքր այլ է, ներքինում իհարկե շատ բան փոխվեց, նախ շատ չինովնիկներ, օլիգարխներ, եթե նկատել եք, փոխվել է տոն։ Կա արդեն ինչ-որտեղ այն անպատժելիության մթնոլորտից չեմ ասում ամենևին, որ վերացել է, չէ։ Բայց բավականին փափկել է, որովհետև բոլորը հասկանում են, որ խնդիրը միայն այն չի, որ իրենց գործից կհանեն։ Խնդիրը նա է, որ հասարակության այն համախմբվածությունը յուրաքանչյուր պահի կարող է շուռ գալ իրենց դեմ։ Յուրաքանչյուր սխալ քայլից հետո ոչ ոք չի կարող ասել ինչ կարող է լինի։ Այո, շատ լավ էր հիմա այդ համախմբվածությունը, բայց մի փոքր լկտիություն, մի փոքր բան այս պարագայում լրիվ այլ ընթացք կարող է տալ։ Դրա համար, եթե դուք նկատում եք, բոլորը շատ զգուշ են, կարծում եմ քարորիա դա իմ կարծիքն է սուբյեկտիվ, իհարկե նաև անալիզն էլ կա շատ տեղեր միջազգային այդ թվում, նպատակը եղել է բլիցկրիգով շատ ավելի խորանալ եւ փաստի առաջ կանգնացնել, այսպես ասած, ստատուս կվոն ֆիքսել նոր իրավիճակի համար։ Եթե մի քիչ ավելի խորքից գանք, հասկանալի է, որ այնտեղ էլ կան շատ ավելի մեծ խնդիրներ ներքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական, որովհետև բյուջեում նավթի գինը մի գին է դրած, կտրուկ անկում է ապրել գները նավթի, այսինքն պետք էր ինչ-որ բան իրենց հասարակությանը ցույց տալ, որ մենք վերցրեցինք, այդ թվում նաև իրենց ընդդիմադիրները ասեցին, եթե դրոշը ծածանվեր, այս ինչ քաղաքի վրա մենք կհասկանայինք, հակառակ պարագայում այս բանը, արկածախնդրություն էր։ Պարզ է, որ փորձել են անեն Ալիևը, որ օգտագործի իր հետագա անելիքների համար, որովհետև այստեղ նաև խնդիրը մի փոքր ավելի լայն է, քան զուտ Ադրբեջանը, որովհետև հասկանալի է, որ կա խնդիր Սիրիա, հասկանալի է, որ կա խնդիր Թուրքիա, որտեղ ամենամեծ տեղաշարժը կարող է լինել, համենայն դեպս այդ խոսակցությունները արդեն բավականին նյութական բնույթ են սկսում կրել, Քուրդիստանի ստեղծումը։ Քուրդիստանը ուզում են ստեղծեն ըստ բաների, հրապարակումների եւ անալիզների, մի հատվածը Իրաքից, մի հատվածը Սիրիայից եւ բնականաբար Թուրքիայից էլ։ Թուրքիայից դա Արևմտյան Հայաստանի հողերի հաշվին, որտեղ եւ բնակվում են բացառապես քրդեր։ Եթե դուք եղել եք այնտեղ, պետք է իմանաք, որ այնտեղ թուրք չի բնակվում, այնտեղ թուրքերը զուտ ադմինիստրատիվ բնույթի գործերն են անում։
դա Թուրքիային ձեռ չի տալի, ես կարծում եմ այս պատերազմի հիմքում ընկած էր նաև Էրդողան-Ալիև ինչ որ առումով պայմանավորվածություն, որպեսզի սլաքները մի պահ Թուրքիայից թեքվեն այս կողմ եւ Թուրքիան ունենա շունչ քաշելու ժամանակ։